Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի պատգամավորներ, մեր երկրի անվտանգության, պաշտպանունակության ապահովումը եւ բանակի շարունակական զարգացումն այն ուղղություններն են, որոնց վրա կառավարությունը հետևողականորեն աշխատում է։ Պաշտպանության ոլորտում իրականացվող գործընթացներն ու ծրագրերը յուրաքանչյուրիս համար չափազանց կարևոր են, ուստի հարկ եմ համարում ազգային ժողովի բարձր ամբիոնից եւս մի անգամ խոսել կառավարության ծրագրից ու Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգից բխող բարեփոխումների ընթացիկ արդյունքներից։ 2026 թվականին նախարարության համար նախատեսված 563.1 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներից ընթացիկ ծախսերը կազմում են 259.4 միլիարդ դրամ, այն է 46.1%, իսկ կապիտալ ծախսերը 303.7 միլիարդ դրամ, 53.9%։ Հարկ եմ համարում պաշտպանական ծախսերը ներկայացնել նաև տարիների որոշակի համեմատականով։ Համեմատության սկզբնական թիվը վերցրել եմ նախահեղափոխական 2017 թվականին ձևավորված 2018 թվականի բյուջեով նախատեսված թվերը։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Հենց սրա բերումով է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին օրինակ զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է եւ կարծում եմ արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի վրա, նրանց կյանքի որակի վրա։ Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65%-անոց ատեստավորում։ Դինամիկան ըստ տարիների այսպիսին է. 2023 թվականին 49.2%-ն է ատեստավորվել մասնակիցների, 24 թվականին 60.6%-ը, իսկ 25 թվականին 64%։ Ռազմական կրթության ոլորտում էական փոփոխություններ եւ ներդրումներ են կատարել։ Հայաստանի Հանրապետության բանակի ամենաարժեքավոր կապիտալը նրա մարդկային ռեսուրսն է։ Ռազմական կրթօջախներում են ձևավորվում զինուժի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչները, վաղվա բանակի դիմագիծը, նրա արհեստավարժությունը, բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը։ Ուզում եմ հիշեցնել, որ 26 թվականին ռազմաուսումնական հաստատությունն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ։ Իհարկե բացառություն է կազմում այստեղ վաճառքի իրավունքը։ Ուզում եմ խոսել ռազմական կրթօջախների կրթաթոշակների մասին։ Նկատելի բարձրացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների կրթաթոշակի չափը։ 2018 թվականի դրությամբ կուրսանտը ստանում էր 5300-ից 13000 դրամ, իսկ գերազանցության պարագայում եւս 10000 դրամ հավելյալ կրթաթոշակ։ Այժմ ռազմական ակադեմիայի կուրսանտի առաջին կուրսի բազային կրթաթոշակը կազմում է 15000 դրամ, եւ ըստ առաջադիմության կուրսանտը կարող է ստանալ 45000, 60000, 75000 դրամ կրթաթոշակ։ Երկրորդ կուրսում բազային կրթաթոշակը 20000 դրամ է եւ կրկին ըստ առաջադիմության կուրսանտը կարող է ստանալ 60000, 80000, 100000 դրամ։ Երրորդ կուրսում բազային կրթաթոշակը կազմում է 25000 դրամ, որը ըստ առաջադիմության կարող է հասնել 125000-ի, չորրորդ կուրսում 30000 դրամ, որը կարող է հասնել 150000 դրամի եւ հինգերորդ կուրսում 35000 դրամ բազային կրթաթոշակ եւ գերազանցության դեպքում 175000 դրամ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում մինչև 2018 թվականը կուրսանտները ոչինչ չեն ստացել։ Հիմա վարժարանի բոլոր սաները ստանում են 15000 դրամ։ Միջին առաջադիմությամբ կուրսանտները ստանում են 30000 դրամ, գերազանց առաջադիմությամբ կուրսանտները 45000 դրամ։
Ինչ վերաբերում է կուրսանտների թվին, ասեմ, որ ակադեմիայի կուրսանտների թիվը 2018 թվականի համեմատ աճել է 26%-ով, ինչը խոսում է նրա մասին, որ էապես փոխվել է մեր հանրության վերաբերմունքը ռազմական կրթության նկատմամբ եւ երիտասարդների վերաբերմունքը այս մասնագիտության նկատմամբ։ Չեմ կարող չանդրադառնալ պաշտպան հայրենիաց ծրագրին, հիշեցնեմ, որ ծրագրով ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային եւ 5 տարով պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարության հետ։ Ավելին ասեմ, օրենսդրական մեկ այլ նախաձեռնություն ունենք, որի համաձայն պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուները կարող են պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարով։ Ինչպես արդեն նշել եմ, միայն 2 տարվա ընթացքում ծրագրի շահառուների թիվը 4220 է, որը պարբերաբար աճում է։ Օրինական թափանցիկ պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է։ Արվում է առավելագույնը զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար, առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա։ Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները։ Այս տարիների կարևոր ձեռքբերում եմ համարում տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումը ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը։ Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը եւ նաեւ Աքիլեսյան գարշապարը պահեստազոր թիկունքային ապահովում բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է։ Բանակում ընթացող շինարարական աշխատանքների շրջանակում հետևականորեն ընդլայնվում են զորանոցաշինության ծավալները, կատարելագործվում են կենցաղային պայմանները, շարունակվում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների բարելավումը։ Մշտապես մեծացվում է ինժեներաշինարարական աշխատանքների ծավալը, շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր եւ գերժամանակակից սարքավորումներով։ Այս ամենն ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը եւ բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։ Զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ զգալի առաջընթաց ունենք։ Մասնավորապես 2020 թվականից գործում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգի սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի եւ պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժապկետ հիպոթեքային վարկավորման ծրագիրը։ Ծրագրի միջոցով 07-11-րդ ամիս 2025 թվականի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն ձեռք է բերել 2035 զինծառայող։ 22-ից 25 թվականներին ընդհանուր բյուջեից Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողների, զոհված եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման տողով բնակարան է հատկացվել 564 շահառուի։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում բնակարան է ձեռք բերել 2600 շահառու։ Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացման ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ։ Մեր ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմաարդյունաբերությունը։ 2022 թվականին մենք ունեցել ենք մոտավորապես տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր։ Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը այսօր դարձել է 171 միլիարդ ՀՀ դրամ։ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակը օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հարգելի գործընկերներ, բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է։ Գործող բազմաթիվ այլ ծրագրերին ու միջոցառումներին մենք հավելել ենք նյութական խթանների ներդրումը, պատվովճարների եւ առանձնաշնորհումների տեսքով։ Ռազմական բուհերի շրջանավարտներին բնակարան հատկացնելու որոշումը, ատեստավորման գործընթացի ներդրումը, պաշտպան հայրենիաց ծրագիրը,
կանանց 6 ամսյա կամավոր ժամկետային ծառայության համակարգը, օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի պահեստազորում հաշվառված սպաները կարող են վերադառնալ բանակ, շարունակել ծառայությունը սահմանված զորամասերում, միևնույն ժամանակ պահպանելով զինվորական թոշակը, այս ամենը հայրենիքի պաշտպանության, գաղափարի ամրապնդման եւ զինծառայողի աշխատանքը կարևորելու նոր ձևաչափեր են, ինչը արագ եւ հեռանկարային արդյունքներ է ենթադրում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն նախարար։